5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Գարունն իր տարերքի մեջ է եւ հաղթանակի ու պատերազմի մայիսը յուրաքանչյուր օր քաղցր վերհուշ ու կարոտ է բերում մեզ։ Այսօրվա շարքը անցյալի այդ վերհուշից քաղած պատառիկ է։ Պատերազմը զվարճախոսություններում անվամբ։ Մեր զրույցները ապրելու բանաձևի մի մասնիկ են։ Պատերազմի մեջ կյանքը հյուսվում էր մայրերի ու կանանց տագնապներից, նրանց կարոտն ու սպասումը Արցախում ապրելու կամք էին կռում ամենուր եւ ամեն ժամ։ Ու այդ ամենին զուգահեռ կյանքի սահմանագծում ծնվում էր ժպիտը, իբրև ապրելու կոչ ու հրաման։ Ու թեև այս օրերին ժպիտը խամրել է ու դժվարին է դառնում հրամանը կատարելը, բայց հիշենք, որ Արցախցու ժպիտը կռվի թեժ օրերին անգամ չի մարել ու ապրել է պարտադրել։ Այսօրվա պատումները թիկունքային կյանքի դրվագներից են, որոնք պատմության էջերում չեն գրվում սովորաբար, բայց դրանք մնում են որպես ժողովրդի կերտած ճանապարհի ու պատմության ճանաչողության բանալիներ։ Զվարճապատումների հերոսներն իրական մարդիկ են, եւ այդ պատմությունները հավաքագրվել են բարբառագետ բանահավաք Արմեն Սարգսյանի կողմից։ Ներկայացված են նրա Արցախի բանահյուսությունը համահավաք ու բազմընդգրկուն ժողովածուում։ Ժողովածուին ու ժողովածուում ընդգրկված զվարճապատումներին մենք դեռ կանդրադառնանք, իսկ հիմա լսենք իրապատում զվարճապատումները։ Օմոննիա մտնում ճարտար, ժողովուրդն ձենքերը զատը դուստա, մանիշա քասին տանը մի գրանատայնում, տան փիչին մեջին կեղում ուտել մնան քչումա, մի երկու շեպտանը ետը վեր փիչոնյա կստում գրանատը տրակումա, տոնը թեզավ լցնում, մանիշա քասին դուսակյամ չնամաչ թա, ակնանեք, ես վեստղստի թեզա միլեցրա, տս թուրքերում ինչ կինիրած է, Եկ միննել պատկին։ Մարյան ակորը տղան կռև կեցավ, ակերը ախովի շրավ, ըսեցեն։ Արխային կաց, աշտուց պխլականա։ Մարյան ակերը վեճ տարա վեճ պերավ թա։ Զզմատավ, աշտուց վեր պահողներ, ուրան մադար գյուդար քրիստոսան կպահար, ըստծու անահարայ չկա։ Եկ մինեն նեշակհասին մասին պատմինք։ Կրվեն չունդ վաղտը միգրատու մաշին, կյամա ճրտարավ անցքին, վերքինի ելան թուրքերին բամբիտան է, մանի շակացին տուսակյան բալկոնը, հետան կայանում թա։ Իզմատ աղքինիք դուք, խալքերը կռևն անում սահանք է դուրբա են ծախում։ Անցկենանք էմի զուրուցի։ Կրվեն պից վաղտերքնար։ Ստեփանակերտ այրա ամեն օր գրադավ թխումի շուշվա։ Ստեփանակերտ ցիմի կնեք Այդ վրդկոցներին վաղտերքը կեցած է ինում Երևան, աղջիկանը տոնը։ Միջև մի ծակ կծակ է, ամատի օր չինում վեր ստիպևուչ աղջիկանը յուրան ետ ғարկ է։ Ես կարում չում ստեղ, ինձ տար մեր տոնը, տար թողիմ հանդավարումս, հինչը կնի։ Վերջը վեր աղջիկը կարում չի մորը համոզ է յուրան կողքեն պահել, հղեատինում Ստեփանակեր։ Դա Ստեփանակերն իմատած գրադը սկսում։ Ջան, ստեսիտ մատաղ։ Տոն հստելի ուրխութունան, սրտելիգը գրադին սասին ասում։ Սա շատ լավն է միսկաց։ Մարտունեցի մի մարդ, կրվեն վաղտը պասլ Կայաստանում, Երևանա։ Բերում տոն, տեսնում կալ բասկան վեր տեստեն, քուրն աղարկալ։ Այդ վաղտը Ղարաբաղ շտղանել էլ կալ բասկան փետը, Պատար օտումա կեպը կյամա, մի մծկ սոգ է յորանում կինամ քյուչան, սկսում խոխորցը ղջի տալը, մի խոխա մուտանում աթա։ Մին պատար ինձ տո օտում տսնամետ հինչավ։ Ախր վեր տսնում ատամ չի ասումա։ Դա վել հատում մին պատար ձերքես պահիմ էլա կես տամ։
Այսպես են ծնվում զվարճախոսությունները կյանքի ամենավտանգավոր ու դժվար պահերին, որովհետև զավեշն ու հումորը արցախցու հոգու ուժի մի մասն են։ Դրանք մեր շնչառությունն են դարձել նույնիսկ այն ժամանակ, երբ մեր մարմինը խեղդվում էր արկակոծումից ու վախից։ Այս պատումներն արդի չեն գուցե, բայց մեր կյանքի մասն են, մեր ապրածն են ու հավերժ են։ Խոխեք, իսկ դուք այս պատումներից ինչիք հիշիլան։ Ես զրույցներ մեր տեսածինում նմանեցա ու նույն են դրանք։ Մեր մամանեն մեր կողքին լեչնի է, իրանք միշտ ուժեղ են իրել։ Ինձ էդի ամենամեծ երջանկությունը դաժը երազանքը, այդ պահին մամուն ծիծաղելիս տեսնարն է իլել։ Ինքն էլ կապուտը դա գիտում է, ինձ էլ լսել հենց ես ծիծաղ ու ռազվեչքինիս։ Իսկ ես հատկացա վեր ամեն վաղտ էլ կրևը ավելի տխուրաշին էլ մեր մամոցը տատիկներին ու ինչքան էլ ուրանք ծիծաղը վնանց գծրա քոտս ալում կուրանց տանջվելը, բայց ինձ էդ յանմորանալ յա ուրանց հավատը, մունք լոխս հաղթելին ենք սպասում, վեր հվատումս ու գործս անում, միշտ հսնումս, էդ էլ պապոց հասածնա, մենք ես իմ մտքումս էդտում պահում։ Այո, սիրելիներս, այդ հիշողությունները պետք է պահենք, որովհետև պատմությունը միայն գրքերում չէ, այն ձեր ձայնում, ձեր ու ձեր ծնողների ժպիտներում, նաև ձեր լսած պատմություններում է։ Մեր հաջորդ հանդիպմանը նոր պատումներ կբերենք, իսկ մինչ այդ հիշեք, ժպիտը չի չքանում պատերազմից, նա միայն թաքնվում է, որ հետո կրկին մեզ ուժ տա։ Հիշենք, երբ մեր հիշողության աչքը փակվի, մենք մեր բաժին լույսն ու ժպիտը կկորցնենք։ Իսկ մենք պարտավոր ենք բացաչք մնալ, որ ժամանակը մեզ լուսանցք չնետի, ու մենք նորից մեր շավղին վերադառնանք, նոր, բայց ուրախառիթ պատմություններ ստեղծելու ու ժպտալու։ Պենդ կացեք, տեմպ կացեք։